Ողջույն մեզ միացած բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնեմ, որ մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ կամ էլ դիտում եք մեր թվային հարթակներում։ Թարմ ուղեղով զրույցն ենք սկսում եւ առաջին խոսափողի մոտ իմ թարմ ուղեղով զրուցակիցը Նինա Կարապետյանցն է։ Արդեն բոլորին դեմ եմ նախաձեռնության падգամավորի տեխնացուն բարև ձեզ։ Ողջույն։ Ես ճիշտ եմ հիշում, որ երբ մենք վերջին անգամ զրուցեցինք, դուք դեռևս նժարից էիք։ Այո, դեռևս նժարն էր եւ նժարը որոշում կայացրեց միանալ, չգնալ առանձին, ինչպես շատերը հիմա որոշեցին գնալ առանձին բառացիորեն հիմա փոշիացնելու ճանապարհով, թողներեն իմ շատ լավ, շատ սիրելի ընկերները, տարբեր կուսակցություններից մենք որոշեցինք, որ շատ ավելի ողջամիտ կլինի փնտրել ու գտնել այն մարդկանց, ովքեր որ հնարավորինս մոտ են մեզ գաղափարական իմաստով, իսկ բոլորին դեմ եմ շատ մեր պրոյեկտի շատ փոքր մի մասնիկներ հրճակել, որ իրականացնելու է, հետեւաբար մենք մտածեցինք, որ եթե մի քայլով անելը մեզ համար ռիսկային է, ապա երկու քայլով դա կարելի անել ու միացանք բոլորին դեմեմին։ Ինչպես այդ քննարկումը եղավ եւ որ կետերում հատկապես դուք համաձայնության եկաք եւ կան արդյոք կետեր, որի շուրջ դուք համաձայնության ամեն դեպքում չեք եկել, բայց հաշվի առնելով այն իրավիճակը, որ ստեղծված է, պատրաստ եք անգամ այդ իրավիճակում գնալ միասին։ Մեթոդները, որոնք որ տղաները մշակել էին, շատ խնդիրահարույց կան մոտեցումներ, օրինակ այնտեղ իրենց մոտ վարչապետի տեխնացուն, այլևս 10 տարի պիտի չմասնակցի ընտրություններին։ Մենք կարծում ենք, որ եթե ունենք տեխնացու, որոնք կարող են մի քանի տեխնացուներ, որոնք կարող են օգուտ բերել էս երկրին, մեզ համար անհասկանալի էր այդ 10 տարին, բայց դրա մեջ նաև ողջամտություն կա, մի տեսակ ազնվություն կա, այն ինչ որ մեր քաղաքականության դաշտում սկսել է երկար տարիներ բացակայել, որտեղ որ մարդը պիտի չօգտագործի այդ վերելքը, պիտի չօգտագործի նեղ անձնական կուսակցական ինչ որ գաղափարների շուրջ։ Հետևաբար պիտի ինչ որ ինքնազոհության բան լինի նաև ոչ միայն բանակում ռազմի դաշտում, այլ նաև քաղաքականության մեջ։ Հետևաբար երկար քննարկումներից հետո մեզ համար էլի նորից մի տեսակ մի քիչ չի, բայց օքեյ է։ Նորմալ է։ Մնացած հարցերում իրենք ընտրել են շատ ժողովրդավարական, չափից դուրս որոշ դեպքերում ժողովրդավարական ու դա շատ լավ է մեթոդներ, օրինակ падգամավորներ կարող են գրանցվել ցանկացած մարդ, ով կգար կմիանար հարթակին, օնլայն կգրանցվեր, որոշակի փաստաթղթեր կստորագրեր, օրինակ որ մանդատները պարտավորվում է վայր դնել, եթե մեր պայմանները չեղան, որոշակի վճարումներ անել մասնակցության համար ու մասնակցել։ Այդ արդյունքում դրա արդյունքում այդ խիստ ժողովրդավարական process-ի արդյունքում օրինակ որոշ մարդիկ սպրդեցին այդ տարածք ու դա դարձավ մեզ թիրախավորելու շատ հետաքրքիր միջոց, մեզ սկսեցին կապել Նիկոլ Փաշինյանի թիմի հետ, որովհետև Նիկոլ Փաշինյանի էլի բազմաթիվ քպականների հետ տենց մերձավոր նկարներ ունեցած մարդը կամ տենց սատարող մարդը եկել միացել էր մեր ցուցակում էր հայտնվել, անգամ քվեարկությանն էին դրել, որովհետև գրանցվել էր, որովհետև պայմանը, եթե պայմանը կա, ուրեմն եթե օրենքը, եթե կարգը այսպես է սահմանված, ուրեմն ինքդ ես սահմանել, ուրեմն ինքդ պետք է պաշտպանես։ Հետևաբար իր անունը եւս կար քվեարկության ժամանակ, բայց չհավաքեց ձայներ մարդը ու հետևաբար մնաց ցուցակից դուրս։ Այնպես որ շատ հետաքրքիր մոդել է մտածված, շատ կրեատիվ, շատ նորարարական բաներ կա հետաքրքիր, ես կարծում եմ հեսա ընտրարշավին, երբ որ սկսվեց, շատ ավելի կրեատիվ բաներ են տեսնելու մարդիկ։ Կար նժարում օրակարգ, որը այս պահին մի կողմ է դրված ձեր առաջնային հարցերից։ Ցավոք սրտի մենք կարծում ենք, որ այն առաջարկները, որոնք ունեն բոլորին դեմ եմ, շատ լավն են, նրանք մեր պրոյեկտի մի մասն են, օրինակ 1% շեմը իջեցնելը, որպեսզի նոր կուսակցություններ, նոր խմբեր կարողանան գալ հայտնվել պարլամենտում, որովհետև մենք անընդհատ նույն մարդկանց ունենք, հա, երբ որ բողոքում ենք ասում ենք ժողովուրդը չի գնում ընտրությունների, դե կներեք ժողովուրդը արդեն մի քանի անգամ մերժել է բոլորին բառացիորեն բոլորին դեմ է հայտարարել իրեն եւ բոլորին դեմ լինելով այլ ընտրանք չի կարողանում ստեղծել, որովհետեւ հասկանում է, որ նորաստեղծ թիմերը չեն կարողանում առաջ գնալ, ինչու, որովհետեւ դրա համար պետքա լինես կամ իշխանություն այդ ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործես կամ պետք է լինես միլիարդատեր։ Ուրիշ տարբերակ չունի, վարիանտ չկա։ Հետևաբար այս պարագայում 1% իջեցնելը մեզ համար շատ ընդունելի էր եւ մեր պրոյեկտում էլ դա կար։ Մեծամասնության հետ կապված, երբ որ մի թիմ հավաքում անդամենը օրինակ Երևանի քաղաքապետարանի օրինակով 20 քանի տոկոս է հավաքում, բայց փաստացի ստանում է ամբողջ իշխանությունը եւ նույնն էլ պարլամենտում էր, ստանում են ամբողջական փաթեթ իշխանության եւ հնարավոր չի լինում որևէ կերպ այս ամենությամբ զսպել,
դա մեծահագույն խնդիր է։ Մենք դա ընդունում ենք, սակայն նաև պրոյեկտում։ Բոլորին մենք չենք դա ավելացրել, տղաները ավելացրել են նաև տղաները եւ աղջիկները։ Այո, միշտ տղաներ եք ասում, ունկալվել է միշտ բոլորին դեմը, որ տղաների ցուցակ է, չէ, տղաների ցուցակ չի, այնտեղ շատ հրաշալի նաև աղջիկներ կան, հրաշալի ուղղակի, շատ կրեատիվ են, ես այն որ քանի որ մի մասը իմ երեխաների մեծ տղայիս տարիքին է ու մի քիչ ավելի մեծ են տարիքով, ես տենց հաճույքով բան եմ նայում, ես հասկանում եմ, որ ապագա մարդ վախենում է այդ բառը ասի, հետագան շատ ավելի պայծառ կարա լինի, որովհետև այսպիսի երիտասարդություն մենք ունենք, որոնք եւ իրենց մտածողությամբ եւ իրենց վարքով եւ առօրյա կենցաղային անգամ վարքով էականորեն տարբերվում են այն ամեն ինչից, ինչը մենք միջև այս պահ ունեցել ենք, ու այդ մարդիկ մտադրված են գալ քաղաքականություն։ Հիմա վերադառնալով նժարի պրոյեկտներին, այո, նժարի պրոյեկտը շատ ավելի լայն է, շատ ավելի խորքային է, շատ ավելի մեծ է, ու մենք կարծում ենք, որ բոլորին դեմ է մի առաջարկը բավարար չի էական փոփոխություն բերելու համար, բայց պարտադիր է այդ մատրիցան, այդ ստեղծված համակարգը, որտեղ մենակ իրանք են փոխելու համար, կոտրելու համար, այս սեղանը մի անգամ պետքա շուռ տալ։ Այդ սեղանը մենք շուռ ենք տալու բոլորին դեմ պրոյեկտի շրջանակներում միասին, իսկ հետագայում էլ կարծում եմ, որ մենք կգտնենք եզրեր շարունակելու, իհարկե բացառությամբ վարչապետի տեխնացուի, որը ստիպված է լինելու չզբաղվել, մնացածը կմնան քաղաքականության մեջ, որովհետև նման մտադրություն կա։ Դա շատ ուրախ է։ Այ երիտասարդներից դուք խոսեցիք Տիկին Կարապետյանց։ Շատ է չէ խոսվում այն մասին, կարծեմ մենք եւս մեկ անգամ այս հարցը քննարկել ենք, որ երիտասարդները անտարբեր են ընդհանրապես քաղաքականության հանդեպ, բայց դա այդքան էլ այդպես չի, որովհետև եթե մենք այսօր նայենք ցուցակները, շատ երիտասարդներ են ներգրավված տարբեր կուսակցությունների, տարբեր ցուցակներում։ Եվ ես հիշում եմ նաև 18 թվականին էին մեղադրանքներ այն իշխանության հասցեին, որ երեխաներ են եկել իշխանության։ Ոնց է առհասարակ վերաբերում իրականում երիտասարդները ինչ տարիքի պիտի լինեն, որպեսզի այդ քննադատությունները այդքան չլինեն եւ առհասարակ ներգրաված են, թե ներգրաված չեն։ Ես կարծում եմ, որ էական տարբերություն կա տարբեր թիմերում ներգրաված երիտասարդներ։ Ես սիրում եմ բոլոր մեր երիտասարդներին, անկախ իրենց այսպես նախասիրություններից կամ հայացքներից, դա միանշանակ է, որովհետև դա մեր ապագան է։ Բայց մի մասը ներգրավում է տարբեր թիմերում, ոչ թե որովհետև գաղափարապես կիսում է ինչ որ գաղափարներ կան, որոնք ինքը կիսում է, կամ արժե համակարգեր կան, որոնք հոգեհարազատ են իրենց, այլ որովհետև այնտեղ հնարավորություն կա առաջ գնալու, այդպես եղել է միշտ։ Դա կոմունիստներից սկսած էլ, հենց դրանից էլ առաջ էլ սկսած էլ բոլորը հարմար առավելագույն այսպես հնարավոր առաջխաղացման համար ճանապարհներ մանեք։ Դա մի խումբն է, նո դա էլ վատ բան չի, դա կարիերիստներ են անվանում, նո դա էլ վատ բան չի, տենց մարդիկ կան այդպեսին է։ Կարևորը որ չփչանան արանքում, այդ է կարևորը։ Մյուս թիմը օրինակ այստեղ հավաքված երիտասարդներ ինչով են տարբերվում, որ իրենք իսկապես արժե համակարգի կրող են, որովհետև երբ որ դու ունես կայացած ես քո անձնական կյանքում, կայացած ես քո բիզնեսում, որովհետև իրենց ճնշող մեծամասնությունը ունեն իրենց բիզնես ունեն, իրենց աշխատանքը ունեն, իրենց հնարավորությունները, այսինքն բարեկեցիկ կյանքով են մարդիկ ապրում։ Դու մասնակից ես, մեծ մասը մասնակից ա եղել պատերազմին 44-ը, այսինքն այս մարդիկ այդ բանը գործը թողել են ու գնացել են կամավոր պատերազմներ։ Այսինքն սա արժեքների շուրջ հավաքված մարդիկ են։ Ու սա էականորեն մեծ տարբերություն կա։ Սա շատ կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր կայացած են, հասկանում են ինչի համար են քաղաքականություն, ոչ թե ուրիշ տեղ չեն կարողանում իրենց իրացնել, գնում են քաղաքականություն, որովհետև ամենահեշտ տարբերակը դա է կյանքը ապահովելու, բարեկեցիկ կյանքով ապահովել։ Հեշտ է, բայց եթե աշխատում ես այնպես ինչպես որ նախկինում ենք տեսել են կամ ինչպես աշխատում են հիմա, թվում է թե հեշտ է, էլի դե օրինակ բազմաթիվ անուններ չտամ զուտ չթիրախավորելու համար, բայց այսօրվա իշխանության օրինակ տարբեր պաշտոնյաներ, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ամբողջ իրենց կյանքը որևէ տեղ չեն ռեալիզացվել, որևէ տեղ, որևէ հաջողության չեն կարողացել հասնել։ Ու եթե չլիներ 18 թվականը, այս մարդիկ ոչ պաշտոն կունենային, ոչ միլիոներով պրեմիա կստանային, ոչ այդ բարեկեցիկ կյանքով կապնեն, ծոփուշով այդ կյանքով կապրեն, ոչ էլ կյանքում, չգիտեմ, իրանց համար, իրանց գարեջրի համար վճարած կլինեն։ Հետևաբար իհարկե իրանց համար հեշտ է։ Դե մի քիչ թուքումուր են ուտում, դե հիմա իրանք արդեն ոնց հասկանում են այդ մտքի հետ համակերպվել են։ Դա այն գինն է, որ իրանք վճարում են իրանց բարեկեցիկ կյանքով ապրելու համար։ Բայց երբ որ մարդիկ հասկանում են այս ունենալով կայացած ընտանիք, բիզնես, պատերազմի մասնակից ու հասկանում են, որ
Եթե դու չես զբաղվում այսինքն հասունանում այն միտքը, եթե որ դու չես զբաղվում քաղաքականությամբ, քո փոխարեն որոշումներ են կայացնում, իսկ դու դառնում ես ուղղակի թնդանոթի միս, դա նորմալ չի։ Դա ճիշտ չի։ Հետևաբար արժե համակարգ կրող մարդկանց քաղաքականության մեջ մտնելը բացառիկ կարևորություն ունի։ Ու ես կարծում եմ, որ մենք որպես ավագ սերունդ համեմատած իրենց պիտի տրամպլին լինենք, որպեսզի իրենք մեզ հետ միասին կամ մեր վրայով թեկուզ գան ու մտնեն քաղաքականության մեջ։ Այստեղ տարիքը տենց թիվ չկա, էլի, որ ասես այ 25-ը լրացավ, ուրեմն մարդ այլևս կարող է զբաղվել քաղաքականությամբ, որովհետև տենց կատակ կար, չի ասում տարիքի հետ գալիս է իմաստությունը, բայց տարիքը մեկ-մեկ մենակ գալիս, այդ տենց դու կարող ես դառնալ 80 տարեկան, բայց այդպես էլ իմաստությունը, արժեքները, արժեհամակարգը քո մեջ չձևավորել, այնպես որ տարիքը այդտեղ կապ չունի։ Այդտեղ կարևորը արժեքներն են։ Այ դաշտում շատ ուժեր կան, ովքեր էլի բոլորին դեմ են, այսպես ասած, ընդհանուր նախկիններից բողոքում են, ներկաներին ասում են, որ լավը չեն, վատ քաղաքականություն են վարում, բայց ձեզ հետ չեն։ Ինչու չի ստացվում բոլորով համախմբվելը։ Այդ քննարկումները եղել են։ Միջև մեզ հետ գալ խոսելը, այսինքն զուգահեռաբար մեզ հետ քննարկումներ իրականացնելը եւ դրանից առաջ բոլորին դեմ եմ թիմը բանակցել է նաեւ մնացած գրեթե բոլոր բացառությամբ ակնհայտ ընդգծված պրոնիկոլական սպոյլանող ուժերի, որոնք իմաստ չկան դե խոսալու գնալու ու գուցե ինչ որ տենց շատ ծայրահեղ ադիոս ինչ-որ կերպարներից գուցե չեն խոսել, ճիշտ ասած քան մանրավասն չեն բանել, բայց բոլորին դա ովքեր այսօր ցուցակում կան, բոլորի հետ գրեթե խոսացել են, թիմի անդամները խոսել են։ Չեն կարողացել գալ համաձայնության բազմաթիվ հարցերի շուրջ, ամբիցիաները շատ դեպքերում թույլ չեն տալի, որպեսզի կարողանան մի կողմ դնել խնդիրները, համախմբվեն, թեկուզ փոքր, բայց ավելի իրատեսական ինչ-որ փոփոխություններ անելու համար։ Ինչու օրինակ նժարի մոտ չէր ստացվում, որովհետև շատ մարդիկ խստորեն, այսպես կատեգորիկ դեմ էին այն փոփոխությունների, որոնք մենք էինք առաջարկում, որի պայմաններում այլևս որևէ մեկը չէր գալու ու միանձնյա չէր կառավարելու։ Մենք պնդում ենք, որ միանձնյա կառավարումը ինքը չարիք է մեր երկրի համար։ Մենք պիտի ունենանք փոխզսպման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա որևիցե մեկին այս իրավիճակին հասնել միանձնյա, մի ամբողջ ժողովրդի եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ժողովրդի, այլ առհասարակ հայության ճակատագրի հետ կապված, այսպիսի խաղեր խաղալ միանձնյա։ Մարդիկ ուզում են գալ ու միանձնյա թակավորել եւ հույս ունեն դեռ, որ ինչ որ պահի գալու են իշխանության ու ասում են իսկ ինչի մնացածը պիտի այդպես միանձնյա թակավոր լինեն, իսկ մենք գանք հասնենք ու մեզ բաժին չհասնի այդ թակավորությունը։ Շատ ցավալի է, բայց ես կարծում եմ, որ այդ մարդիկ շատ ավելի ողջամիտ կլինեն, ուղղակի ինչ որ этаպում դուրս գան ընթացքում ու ուղղակի հայտարարեն, որ գուցե սատարում են ինչ որ խմբերից մեկին, դե լավագույն տարբերակը իհարկե բոլորին դեմ են սատարելու։ Տիկին Կարապետյան, այս հարցը շատ եմ ես հարցնում տարբեր հյուրերի, որ երրորդ ուժի ձևավորման մասին քննարկումները շատ էին։ Եվ այսօր երրորդ ուժ այդ ռեսուրսներից է երևի խնդիրը գալիս, որ երրորդ ուժ ասում են դե Սամվել Կարապետյանի թիմը, բայց չեն ընկալում որպես այդ այլընտրանքը ամեն դեպքում։ Ինչու փոքրերին չեն դիտարկում որպես երրորդ ուժ։ Այսինքն ռեսուրսների պայքարը ճիշտ եմ ես հասկանում։ Իրականում այո, նաև ռեսուրսների պայքարը լսելի լինելու այդ կանալները, որոնցով մենք կարող ենք հասնել մարդկանց, խիստ սահմանափակ են։ Իրենք իրենց ֆինանսների իրենց կարողությունների հաշվին, իշխանությունները նաև իրենց ադմինիստրատիվ ռեսուրսների հաշվին, այն որ հմեկը 24 ժամ աշխատում է Նիկոլ Փաշինյանին փաստացի ռոպագանդա անելու հարցում, դա կասկածից դուրս է, բայց այնպես չի որ դա միայն Նիկոլ Փաշինյանն արել, դա նախկին իշխանություններն են արել։ Մնացածը ունեն իրենց ավանդույթ շարունակվում։ Իրենք ունեն իրենց TV-ները, ունեն իրենց կայքեջերը, ունեն անսահմանափակ բլոգերներին, որոնք ասում են, դե մենք բան չենք անում, գովազ չենք անում, բայց գիտեք, ասենք, ինչ որ մի հատ այնպես բան է, այդ process-ի մեջ։ Հիմա փոքր ուժերը իրականում հնարավորություն չունեն լսելի լինելու։ Եթե մենք օրինակ բոլորին դեմ եմ լսելի լինի, մենք կարողանանք այս ընթացքում գտնենք հնարավորությունները այդ ճանապարհները լսելի դարձնելու մեր գաղափարը, ես համոզված եմ ասում, որ մենք կարողանանք հաջողության հասնել, ավելի մեծ հաջողության, քան ենթադրվում է, քան անգամ մենք ենք պատկերացնում, որովհետև շատ պարզ մի հատ օրինակ բերեմ, ես դե բոլորս մեր մեքենաների վրա ունենք փակցված այդ բոլորին դեմ եմ այս գրառումը, իրանց այդ QR կոդով ու հատկապես երիտասարդություն, այսինքն այն մաս մարդիկ, ովքեր չեն գնում ընտրությունների, որոնք
չեն ուզում մասնակցել, այլ ընտրանք չեն տեսնում, դե հեռախոսի շնորհիվ հիմա գիտեք շատ արագ ամեն ինչ կարգավորվում, բացում են, կարդում են արագ ու ես վերջերս ուրեմն կանգնացրեցի մեքենան, մտա միջև խանութ դուրս եկա, տեսա sense մեծ մասսա հավաքվել երիտասարդների ու տենց մեծ ոգեշնչված ասում են, որ շատ լավ գաղափար է, մենք գնում ենք բոլորին դեպքում, այսինքն մենք կանալները չունենք հասնելու, մեր ռեսուրսները, այո, թույլ չեն տալիս մարդկանց տեղ հասնելու, որ այսպեսի գաղափար կա։ Ու սա շատ մեծ դժվարություն է առաջացնելու, բայց ասեմ, որ բոլոր մեծ ուժերին մենք նաև զուգահեռաբար առաջարկել ենք միասնական ճակատ ստեղծելու գաղափարը, որովհետև այո Նիկոլ Փաշինյանի այս կործանարար process-ը կասեցնելու համար անհրաժեշտություն կար մեկ ճակատով գնալու։ Բայց եթե մեծ ուժերը համարում են, որ իրանք տենց ամեն մեկը մի 120% ձայն է հավաքելու մեծամասնությունա բացարձակ լինելու, չգիտեմ իրանք ինչով են առաջնորդվում, ինչ ասեմ, դե տեսնենք, ժամանակը ցույց կտա։ Մենք կարող ենք իրականում այ բոլորին դեմ մի թիմը կարող է լինել այն քաղաքագիտական իմաստով սև կարապը, որը կարող է իրավիճակ փոխել, որովհետև հասարակության ներսում մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում, տարբեր ոլորտներում ապացուցել են իրենց բարեխիղճ լինելը, իրենց ազնիվ ու պարկեշտ վարքագծով, իրենց ապրած կյանքով, ամեն օրվա ապրած կյանքով, ոչ թե ընտրություններին ընդառաջ տենց գեղեցիկ գալստուկ են կապում, տենց չգիտեմ ինչ են անում, հա։ Մենք ձեզ գալստուկներ չենք տեսել։ Հա, բայց ինձ որևէ ներկայացուցիչ։ Դե ինձ օրինակ հագցրել են այս պիջակները, ես էլ ստիպված ասում եմ դե լավ հիմա։ Եթե կարգը պահանջում է, եկեք կրենք։ Նժարում դուք եք վարչապետի թեկնածուն։ Դերերը փոխվեցին։ Չէ, դերերը դեռ չեն փոխվել, որովհետև նորից արտակարգ մի ժողովրդավարական հարթակ են ստեղծել, վարչապետի թեկնածուին եւս ընտրելու են թիմի անդամները։ Հենց հիմա այս պահին գրանցված կան վերջի պահը, որ ես նայել եմ, մի քանի հոգի կային գրանցված, դոկտոր Մանասյաններ, Արամը Քոչարյան բոլորին դեմ եմ թիմից, մի քանի անուններ կային, բայց նաև այսպես էր, հա, անունը ավելացնում էին հարթակում, էլեկտրոնային հարթակում, թիմից 10 հոգի, եթե քվեարկում էին, ինքը արդեն դառնում էր թեկնածու։ Հիմա մարդկանց անուններ կան, ես վերջի update ուղղակի չեմ հասցրել նայել, գիտեմ ում համար են քվեարկել։ Ուրեմն դոկտոր Մանասյաններ, Արամներ Կարող եք իմանալ, հնարավոր է։ Հեսա փորձենք նայենք։ Սառանց ակնոցների մի քիչ դժվար է լինելու, ընթացքում կփորձենք։ Ուրեմն Միքայել Սրբազաններ, ինչ որ հիշում եմ, ասեմ էլի։ Հա, ես էլ կա այնտեղ, թեպետ ասում եմ երկար ժամանակ դիմադրում էի, բայց էլի դիմադրում։ Դիմադրում էի, որովհետև ես համարում եմ, որ այդ 10 տարվա սահմանափակումը բավականին խնդրահարույց է լինելու, ես իսկապես տրամադրված եմ ավելի երկար ժամանակ մնալ քաղաքականության մեջ եւ գտնում եմ, որ կարող եմ բարիք ստեղծել այս երկրի համար ավելին, քան հասկացաք, չէ, հեռախոս միացնելի հանցագործություններ հիմա։ Ամեն դեպքում տարբերվող է լինել վարչապետի թեկնածու, որովհետև դաշտում չկա այս պահին կին, ով վարչապետի թեկնածու է, բոլոր տղամարդիկ են եւ դա կառանձնացներ ձեզ։ Հետաքրքիր կլիներ բոլոր դեպքերում, հետաքրքիր տարբերակ կլիներ, հա, միտեղ համոզել էին, դեստեղ այս անգամ արդեն համոզելու բան չկա, որտեղ քվեարկությունով է լինելու, եւ մենք բոլորս պիտի ստորագրենք թղթերը, Միքայել Սրբազանին ստորագրելու համար որոշակի պարտավորեցնող այդ փաստաթղթերը, որտեղ մենք պարտավորում ենք այլևս 10 տարի չմասնակցել, ես մի քիչ դժվար եմ պատկերացնում ինչպես պետք է փոխանցեն, բայց մի խոսքով շատ խայտաբղետ, շատ հետաքրքիր, էլի տարբեր անուններ կային, ես գիտեմ, որ ինչ որ մեկ ավելացրել էր, օրինակ Արմեն Դարփինյանի անուններ ավելացրել ցանկում, չգիտեմ դեռ ինչ կան ձայներ կա հավաքած, էլի անուններ կային, շատ հետաքրքիր մարդկանց, այսինքն սա իսկապես այն հարթակն է, այն հնարավորությունն է, որտեղ մարդիկ կարող են գալ ու փոքր, հարաբերական իհարկե փոքր գաղափարի շուրջ, իրանց բոլոր տարաձայնություններն մի կողմ գալ հավաքվել ու տարբեր հարցեր քննարկել, որտեղ օրինակ սահմանադրական փոփոխությունների տեսանկյունից դոկտոր Մանասյանը օրինակ ունի իր պրոյեկտը, մենք ունենք մեր պրոյեկտը ու դրանք օրինակ իր էականորեն տարբերվում են իրարից, ու սա այն բացառիկ իրավիճակներից է, որտեղ կոնցեպտուալ հարցում իրար հետ տարաձայնություններ ցող մարդիկ եկել են նստել են մի սեղանի շուրջ, եկել են համաձայնության, որ այս քայլը անում ենք, հետո կամ միասին են գնում փոփոխությունների, գալիս ենք համաձայնության այս ընթացքում շարունակում են քննարկել, կամ առանձին են գնում, նորից որպես ժողովրդավար
Աջողության հասած ուժեր։ Մի խոսքով տարբերակները շատ հետաքրքիր են։ Կար հարցեր կքննարկենք մինչև որ հասնի հղումը։ Այ Միքայել Սրբազանի անունը տվեցիք, Լուսավոր Հայաստան կուսակցությունն էլ Միքայել Սրբազանին որպես նախագահի տեխնացու է դիտարկում։ Նախագահի։ Այո։ Հա, էլի լավ տարբերակ է։ Թեպետ ես կարծում եմ, որ Միքայել Սրբազանը որպես հոգևորական, ես իր հետ շատ հարցերում իհարկե համախոհություն չունեմ, բայց կարծում եմ որպես հոգևորական շատ կարևոր աշխատանք ունի անելու դեռ, որովհետև Նիկոլ Փաշինյանը հավերժ չի, այս դժոխքը մի օր վերջանալու է, ու մենք բոլորս պիտի ոտքի կանգնենք, ու մենք շատ կարևոր հարցեր ունենք լուծելու, այդ թվում նաև հոգևոր հարցերում շտկվելու, դարձի գալու այսպես այդ իմաստով մեծ աշխատանք ունեն անելու, ես կնախընտրեի, որ լիներ օրինակ հոգևորականի դերում, բայց լավ տարբերակ են քննարկել։ Այդ հարցը Կարպիս Փաշոյանի հետ եւս քննարկեցի, որովհետեւ մենք տեսել ենք, չէ, հոգևորականների քաղաքականությանը որոշակի միջամտությունը ինչ հետևանքներ է ունենում։ Նախ եւ առաջ իրենց կերպարի վրա շատ հաճախ ոչ դրական է անդրադառնում, հանրության տեսակետն է դա։ Ճիշտ չի լինի, որ այդ մարդիկ մնան իրենց տեղում ու իրենց տեղում որոշումներ կայացնեն։ Միքայել Սրբազանը թեկուս, եթե այդքան ընդունված է բոլորի կողմից, հետագայում լինի կաթողիկոս կամ չգիտեմ, բայց մնա հոգևոր դաշտում, չկա քաղաքական դաշտ։ Ես էլ եմ կարծում, որ մենք մեծ բաց ունենք այդ իմաստով, որովհետև հայրաքելական եկեղեցին թեպետ ֆորմալ իմաստով ունի առավելություն որոշակի, բայց ես կարծում եմ, որ իրանց աշխատանքը պիտի մի քիչ ավելի շատ լինի։ Իրանք պիտի ավելի տեսանելի լինեն, իրենք ավելի պիտի ժողովրդի հետ, մարդկանց հետ աշխատելու, այդ կոնկրետ մարդկանց հետ աշխատելու ավելի մեծ աշխատանք տանեն։ Չնայած ես գիտեմ, որ աշխատում են, ես գիտեմ, որ կան թեմերում մարդիկ աշխատում են, ես ինքս գնացել եմ, մասնակցել եմ առանձին միջոցառումների, շատ հետաքրքիր, սենց քաղաքացիական անգամ հարցեր քննարկելու հոգևոր տեսանկյունից, հա, շատ հետաքրքիր ինչ որ բաներ են, ու ամենակարևորը Ես կարծում եմ պիտի համագործակցությունը ավելի ամրացվի, ոչ թե մի դաշտից մի դաշտ գնան մարդիկ։ Հա, այդ իմաստով ես էլ եմ համաձայն, որովհետև հայրաքելական եկեղեցին նորից Նիկոլ Փաշինյանը մի օր հեռանալու է եւ հայկական այն բոլոր խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև, մենք պիտի կարողանանք լուծենք, այդ թվում նաեւ հայրաքելական եկեղեցու ունեցած կարողությունների, գիտելիքների, փորձառության, որտեղ տարբեր հարթակներում դու տարբեր ներողություն բառի համար, բայց գործիքներ ես օգտագործում։ Մի դեպքում դա ՀԿ-ներն են, մի դեպքում դա, չգիտեմ, եկեղեցի կրոնական կազմակերպություններն են, մի տեղում դա ընդդիմադիր կուսակցություններն են, այսինքն դու ամբողջ այս սպեկտրը պետք է կարողանաս ճիշտ օգտագործել հայկական նպատակներին, հայկական շահերին, հայկական իրավունքները սպասարկելու համար։ Էլ մի քիչ կոպիտ ստացվեց, բայց իմաստը դրա մեջ է։ Հիմա եթե մենք բոլոր լավերին հավաքում ենք, բերում ենք մտցնում ենք քաղաքականության մեջ, իհարկե շատ կարևոր է։ Մնացած դաշտերը դատարկ են մնում։ Այդ նույն տրամաբանությամբ, երբ որ հասարակական դաշտից դուրս եկան մեծ թվով մարդիկ, գնացին իշխանություն, ստացվեց, որ այստեղ չհասցրեցին լրացնել նոր սերնդափոխություն, ճիշտ սերնդափոխություն տեղի չունեցավ, ու տենց մնացին իրանք ու իրանք։ Իշխանությունը մնացին իրանք, ստեղ մնացին իրանք քաղաքասարակության դաշտում, արդյունքում չունենք ոչ իշխանություն նորմալ, ոչ քաղաքասարակություն։ Այնպես որ եկեք ամեն մեկին թողենք իրանց տեղում։ Մենք հեղինակությունների փնտրտուքի մեջ ենք առհասարակ։ Կարծես թե ինչ որ մի պահից Հայաստանում այդ հեղինակություն ասված կերպարներ չկան։ Կան, բայց ամեն ինչ արվեց հետևողական արվել է եւ միայն այս Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանում չի, որպեսզի հեղինակազրկվեն այն մարդիկ, որոնք որ շատ կարևոր դերակատարում են ունեցել, որովհետեւ եթե 88 թվականի այդ process-ները նայեք, այնքան կարևոր էր, ես այն ժամանակ դեռահաս էի ու երբ որ գնում էի միտինգի ու հանկարծ այնտեղ հայտնվում էր Սիլվա Կապուտիկյանը, այն մարդը, որի բանաստեղծությունները ես դպրոցում գրքի մեջ էի սովորում, ինձ համար օրինակ շոկային էր, երբ որ ես տեսնում էի ակադեմիկոսների, որոնց անունները լսել էի տանը ինչ-որ զրույցների ժամանակ ու թերթերում էի տեսել իրանց նկարները, ինձ համար շոկային էր։ Այդ մարդիկ հեղինակություն էին։ Հիմա արվեց ամեն ինչ, որպեսզի այդպիսի հեղինակություններ ունեցող մարդիկ այլևս չլինեն։ Բոլորին դարձրեցին տենց պարիդվորն էլ այն բանին, արքունիքին կից օրինակ ովքեր կային, ովքեր հենց այդ օրինակ հեռացվեցին, դաշտից հեռացվեցին, օրինակ այնպիսի մարդիկ, ինչպիսին է օրինակ Իգոր Մուրադյանը, մեծ մտածող գիտնական մարդ, փիլիսոփա մարդ։ Էլի բազմաթիվ
բազմաթիվ մարդկանց ուղղակի կամ հեռու պահեցին կամ այնպես արեցին, որ մարդիկ հեռանան ու սերնդափոխությունն էլ տեղի չունեցավ։ Շատ կարևոր է հանրության ներսում, հասարակության ներսում ունենալ մարդիկ, ովքեր մենք արդեն անգամ ես հիմա վատ բան եմ ասելու, բայց սովետական միության տարիներին անգամ քրեական ենթամշակույթ կրող մարդկանց մեջ էլ կային մարդիկ, ովքեր այնքան հեղինակություն ունեին, որ կարող էին բավականին մեծ կոնֆլիկտները հանրության ներսում կարգավորել եւ թույլ չտալ, որ արունահեղություն լինի, այն ինչ որ օրինակ հիմա մեր փողոցներում ամենօրվա ռեժիմով կատարվում է։ Եթե այդ գործիքները աշխատելու, էլի լավ էր աշխատում։ Հիմա ոչ հեղինակություններ կան, ոչ ոստիկանությունն է աշխատում, ոչ մարդիկ կարողանում են ինչ-որ ձևի լուծումներ գտնել, չկա լուծում, էլի մենք լրիվ դատարկ ենք թողել այս դաշտը։ Ես չեմ առաջարկում վերադարձնել քրեական ենթամշակույթի կարկառուն դեմքերին, որովհետև իմիջիալոց ասեմ, այդ համակարգն են կարողացել փչացնել, ներողություն ուրեմն խնդրում, բայց այն կլասի հեղինակություններ, որոնք կային ժամանակին, նման դեղել չկան։ Այսինքն ոչ մի ոլորտում հեղինակություն չեն թողել։ Ու դա, գիտեք, այդ հեղինակությունը տենց միայն բանով չէր, էլի, որ ինչ որ մեկ ասեց, այ դու այլևս այսինչ կարգավիճակ ունեցող մարդ ես, չէ, դա իրանք ամբողջ ապրած կյանքով էին ապացուցում, որ իրենք արդար են, որ իրենք ազնիվ են, որ իրենց վարքագիծը պարկեշտ է եւ իրենց որոշումը վերջնական է եւ բոլորի համար ընդունելի։ Նույնը օրինակ ռազմական, զինվորական տեսանկյունից շատ կարեւոր են ունենալ մարդկանց, ում փորձում են անդադ հեռու պահել, հա, ովքեր իրենց այդ ամբողջ ապրած կյանքով վաստակում են իրավունքը դժվարին իրավիճակներում, որպես հեղինակություն հանդես գալու, դա շատ կարեւոր է։ Դպրոցում ուսուցիչների հեղինակությունն են փորձել զրոյականացնել, դա սարսափելի բան է։ Մեզ համար ուսուցչուհին, հիմա ես որ ասեմ, շատերի համար տենց զվարճալի կթվա, բայց մենք մտածում ենք, որ ուսուցչուհին օրինակ հաց չի ուտում։ Այո, անկեղծորեն, հա։ Ու երբ որ ես իմացա օրինակ, որ իմ ուսուցչուհին ամուսնացած է ու աղջիկ ունի, ինձ համար այնքան շոկային էր, որ ինքը տենց ընտանիքում ինչպես են իրենք ապրում։ Հա, էլի ես մտածում եմ իրենք տենց երկիս աստվածային կա, բայց մենք բոլոր շերտերում ոչնչացրել ենք հեղինակությունները ու դա չի կարող չբերել այսպիսի եւ հակառակ էֆեկտ են արել բոլոր մարդկանց ովքեր որևէ արժանիք չունեն հեղինակություն հանդիսանալու իրենց փորձում են դարձնել հեղինակություն այ Պատմենը ցեննեսի, հա, արժեքների փոփոխության ճանապարհով են գնում, ու սա ամենասարսափելի բանն է ու ամենաաններելի բանն է, որը կարելի է այս ժողովրդի հետ անել, մեկը դա երկու բան կա, մեկը դա այդ հույսը ու հավատը մարդկանց խաբելն ու հասցնել այն վիճակի, որ մարդիկ հասել են այսօր այդ հուսահատության որևէ մեկին չհավատալու, եւ երկրորդը դա հենց այդ արժեքների փոխելու տեղափոխելու եւ նենգափոխելու հա եւ նենգափոխել, այ լավ ստացվեց ասում ճանապարհն է Սա իհարկե ներելու չի Նիկոլ Փաշինյանին իթիվս այլ քրեորեն պատժելի գործողությունների իհարկե Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Չուղարկեցին, տեսեք, եթե չէ, մենք կբավարարվենք այն ինֆորմացիա, որը դուք ամեն դեպքում մեզ փոխանցեցիք։ Դեռ ճանապարհին են։ Եվ սպասենք ձեր վարչապետի տեխնացուին։ Հա, հետաքրքիր կլինի, սպասենք։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը բոլորին դեմ եմ նախաձեռնության падգամավորի տեխնացու Նինա Կարապետյանցն էր։ Կհանդիպենք։